Գորիսի պետական քոլեջի արդեն նախկին տնօրեն Կարեն Լազարյանը վերջին անգամ է գնացել քոլեջ, այս անգամ իրերը հավաքելու։ Աշխատակիցները դեմ են Լազարյանի հեռանալուն։ Ի նշան բողոքի, մի մասն անգամ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։ Ինչպես նշում է Լազարյանը, աշխատանքից հեռացվել է, քանի որ նախարար Ժաննա Անդրեասյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի սրտի թեկնածուն չէ։ Կարեն Լազարյանն ասում է, գործընթացը սկսել են այն ժամանակ, երբ կառավարությունը Գորիսի երկու քոլեջները միավորելու որոշում է ընդունել։ Ըստ կառավարության, Գորիսի պետական և Խորեն Երիցյանի անվան գյուղատնտեսական քոլեջները պետք է հունիսին միավորվեին, ստեղծելով պետական բազմագործառութային քոլեջ։ Լազարյանը նշում է, քոլեջները դեռ չեն միավորվել, սակայն նոր գոյություն չունեցող կառույցի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՔՊԱ-ականների սրտի թեկնածու Արմինե Կոլյանը։ Քոլեջի նախկին տնօրենը վստահեցնում է, որ պայքարելու է իր աշխատանքի իրավունքները վերականգնելու համար։